Այսօրվա սուրբգրային հատված, որ ընթերցելու ենք, Մատթեոսի ավետարանն է, Մատթեոսի ավետարան 21-րդ գլուխ 1-ից 10 համարներ։ Եկեք միասին ոտքի ելնենք Տիրոջ խոսքը ունկնդրելու համար, այս լավ սովորության համաձայն, սակայն Տիրոջ խոսքը ընթերցելուց առաջ միասին աղոթենք։ Երկնավոր Սուրբ Հայր, առջևդ ենք գալիս եւ խնդրում ենք, որ մեր սիրտը պատրաստես, մեր միտքը պատրաստես, մեր ամբողջ էությունը պատրաստես քո խոսքդ լսելու համար, այն հասկանալու համար, Տեր, եւ մեր կյանքերի մեջ Սուրբ Հոգուդ միջոցով կիրառելու համար։ Հիսուսի անունով, Տեր, ամեն։ Մատթեոսի ավետարան 21-րդ գլուխ 1-ից 10 համարներ։ Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե, Զիթենյաց լեռան մոտ, այդ ժամանակ Հիսուսը երկու աշակերտներին ուղարկեց եւ նրանց ասաց. Գնացեք ձեր դիմացի գյուղը եւ այնտեղ անմիջապես կգտնեք մի կապածեշ, քուռակն էլ հետը, արձակեցեք, ինձ մոտ բերեք։ Եթե որևէ մեկը ձեզ ինչ որ բան ասի, ասեք, որ դրանք պետք են Տիրոջը, եւ նա իսկույն դրանք կուղարկի։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը. Սիոնի դստերն ասեք, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը, հես, էշին ու քուռակին հեծած։ Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուս նրանց պատվիրեց։ Էշն ու քուռակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին եւ Հիսուսը դրանց վրա նստեց։ Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերի ճյուղեր էին կտրում եւ ճանապարհին փռում։ Եվ արջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. Օվսաննա Դավթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսաննա բարձրյալին։ Երբ Հիսուս Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց, հարցնում էին. Ո՞վ է սա։ Ամեն Աստծո խոսքին։ Խնդրեմ նստեք։ Այս հատվածը կոչվում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Ինչ կնշանակի հաղթական մուտք։ Սա տրիումֆ է։ Սա Հիսուսի տրիումֆն է։ Տրիումֆ բառը առաջացել է հռոմեական կայսրության մեջ, այն լատիներեն բառացի նշանակում է եռաքայլ։ Նրանք, ովքեր որ ծառայել են բանակում, գիտեն ինչ է զինվորական շարային քայլը եւ շարային պատրաստությունը։ Հիշում եք այս հաշվարկը. 1 1 1 2 3 եւ սա հենց այդ է։ Տրիումֆը հանդիսավոր արարողություն էր, մեծ շքերթ էր, որ կազմակերպվում էր, երբ որ հին Հռոմի կայսրը կամ զորավարներից մեկը հաղթում էր կարևոր պատերազմում։ Հաղթած զորավարը արժանանում էր երթ կազմակերպելու պատվին, եւ այս շքերթը լավ բեմականացված էր, լավ ներկայացում էր։ Այսպիսով առաջինը փողոց էին մտնում պաշտոնյաները, այնուհետև երգչախումբը, ովքեր որ ազդարարում էին հաղթանակը, այնուհետև գերիները, որոնք պարտվել էին այս պատերազմում, ավարը եւ հետո հին Հռոմ էր մուտք գործում հաղթած զորավարը։ Նա նստած էր շքեղ կառքի վրա, իսկ երթի վերջում հին Հռոմ էին մուտք գործում իր զինվորները, եռաքայլ քայլով հանդիսավոր ներս էին մտնում քաղաք, եւ ամբողջ հին Հռոմը հավաքվում էր դիտելու այս ամենը, այս տրիումֆը։ Անշուշտ սա ներկայացում էր եւ շատ լավ բեմականացված։ Այսպիսով մենք խոսում ենք Հիսուսի տրիումֆի մասին, Հիսուսի հաղթական մուտքի մասին։ Այստեղ չկան եռաքայլ քայլող զինվորներ, չկան գերիներ, չկա ԱՎ գոչող բազմություն, սակայն այն պակաս բեմադրված չէ, այն պակաս ներկայացված չէ։ Հիսուս ներկայացում է պատրաստել։ Եվ այս ներկայացման մեջ դեր ունեն բոլորը։ Այս ներկայացումը պատրաստված չէր մարդկանց զվարճացնելու համար, չնայած այդ օրերում զվարճանում եւ ուրախ էին բոլորը։ Բոլորը պատրաստվում էին տոնելու զատիկը, քանի որ զատիկի օրերը մոտ էին։ Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե Հիսուս ինչ ներկայացում է խաղարկում, կամ ավելի ճիշտ կլինի հարցնել, ինչ պատմություն է խաղարկում Հիսուս Քրիստոս։ Եվ այս ներկայացման միջոցով ինչպիսի թագավոր է նա դառնում։
Հիսուս երբևիցե այս ձևով չի խոսացել ժողովրդի հետ, բայց հիմա նա ներկայացում է պատրաստել, որպեսզի դրա միջոցով խոսի։ Ղարաբաղցիներն այսպիսի ասացվածք ունեն, ասում են թամամ խոսքը էշին կասի։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց հետևյալն է, ամբողջական խոսքը էշին են ասում միայն։ Հիսուս շատ ժամանակ օգտագործում էր առակներ, միջոցներ, որ մարդ մտածի այս հնչած խոսքերի մասին։ Նայի ինչ անում Հիսուս Քրիստոս ու ինքը մտածի դրանց մասին եւ մտածելով դրանց գա, դրանց հասկացողությունը գա։ Սովորաբար ինչպես են պատրաստում ներկայացումը։ Նախ ամեն հերոս իր տեղում պետք է լինի եւ իր ժամանակին։ Բոլոր դեկորացիաները պետք է պատրաստ լինեն ներկայացման համար։ Իսկ ներկայացումը, որպեսզի ազդեցիկ լինի, պետք է ասելիք ունենա։ Այն կապ պիտի ունենա դիտողների անցյալի հետ, նրանց անցած փորձառության հետ, նրանց պատմական հիշողության հետ։ Եվ Հիսուս ամեն պատրաստում է ներկայացման համար։ Հատվածի մեջ կարդում ենք, որ Հիսուս երկու աշակերտներին ուղարկում է եւ պատվիրում է նրանց բերել ավանակը, որպեսզի նա նստի դրա վրա եւ ավանակի վրա հեծած ներս մտնի քաղաք։ Եվ այսպիսի մուտքը պետք է որ ազդեցություն ունենար, պետք է որ արձագանք ունենար եւ ոչ թե Երուսաղեմի պարիսպներից, այլ անցորդների, Երուսաղեմի բնակիչների երևակայության մեջ։ Եվ մասնավորապես իր աշակերտների մտքերում, որոնք հավանաբար պիտի իրար հարցնեին. ինչ պատմության մեջ ենք մենք հիմա ապրում, ինչպիսի թագավորի ենք մենք հետևում։ Հիսուսի բեմադրած ներկայացումը, եթե կարելի է այսպես ասել, սպասում ուներ, որ դիտողները համեմատելու էին այն այլ իրողությունների եւ իրադարձությունների հետ, որոնք նույն ժամին կատարվում էին իրենց կյանքում։ Մոտենում էր Զատիկը եւ Երուսաղեմը լցվում էր ուխտավորներով։ Նրանք հավանաբար վերապատմում էին իրար ելքի բոլոր հրաշալի պատմությունները։ Պատմում էին Մովսեսի մասին, Եգիպտոսի պատիժների մասին, պատմում էին մահվան մասին, որ անցավ իրենց տան կողքով, պատմում էին Կարմիր ծովի անցումի մասին եւ վերջապես պատմում էին ազատության խոստման պատմությունը։ Եվ այս զրույցները Երուսաղեմում ստեղծում էին հատուկ մթնոլորտ։ Այս պատմությունները Աստծո մասին էին եւ նրանք այս բոլոր պատմությունների մի մասն էին կազմում։ Ոչ ոք դա պարզապես հին պատմություն չէր համարում։ Սա նրանց պատմությունն էր, ազատության պատմությունը, որ նրանք ցանկանում էին տեսնել իրենց օրերում նույնպես։ Եվ Հիսուս իր ներկայացման միջոցով ցնցելու էր այս սպասումները, այս պատմությունները վերաիմաստավորելու համար եւ միևնույն ժամանակ մերկացնելու եւ ջրի երես անելու մարդկանց ներքին մեղավոր սրտից ու էգոից բխող մղումները։ Այս ներկայացման հերոսներից մեկը նաեւ Պոնտացի Պիղատոսն էր։ Այո, նրան մենք հանդիպել ենք 5 օր անց, սակայն այստեղ Հիսուսի այս ներկայացման մեջ նա պակաս դեր չունի։ Հռոմեական կառավարիչ Պոնտացի Պիղատոսը սովորաբար բնակվում էր ծովափնյա Կեսարիայում։ Ի հակադրություն տարածված պատկերացումների նա մշտապես չէ որ ապրում էր Երուսաղեմում։ Հրեաստանի հռոմեական նահանգի մայրաքաղաքը Պաղեստինյան Կեսարիան էր։ Շքեղ քաղաք, միջերկրական ծովի ափին, ամֆիթատրոնով, ձիարշավարանով, ջրավազաններով։ Այստեղ Պիղատոսը իրեն ապահով էր զգում շրջապատված հռոմեական զինվորներով եւ հռոմեական հարմարավետությամբ։ Ինչ էր կորցրել նա փոշոտ Երուսաղեմում։ Մեծ տոների ժամանակ, ինչպիսին որ Զատիկն է, Պոնտացի Պիղատոսը գալիս էր Երուսաղեմ, որպեսզի կանխարգելի ապստամբությունները եւ խժդժությունները, որոնք որ կարող էին առաջանալ այդ օրերին։ Հիմա պատկերացրեք, ինչպես է Պոնտացի Պիղատոսը Զատիկի տոնին ընդառաջ գալիս Երուսաղեմ, հեծած մարտական ձիու վրա զինված պահակների ուղեկցությամբ։ Հավանաբար Հիսուսի մուտքը տեսնելով մարդիկ համեմատելու էին այս երկու մուտքերը եւ կապելու էին դրանք միմյանց հետ, իրար հարցնելով. այս երկուսից
Որ պատմությանն ենք մենք պատկանում, որ թագավորին ենք մենք պատկանում, այս ամենից որն է իրականություն եւ որը նմանակում։ Որոշ բաներ հստակ հասկանալի պիտի լինեին իրենց համար։ Ամբողջը հավանաբար կռահած կլիներ Հիսուսի կատարած հղումը։ Գուցե բոլորը այդ ամբողջից Աստծո խոսք չգիտեին, բայց հաստատ շատերը լսել էին Զաքարիայի մարգարեության մասին, ուր պատմվում է եկող թագավորի մասին։ Ինչ ենք կարդում Զաքարիայի մարգարեության մեջ։ Մեծապես ուրախացիր Սիոնի դուստր, ցնծության բաղակիր, ով Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը, նա արդար է ու փրկագործ է, հես եւ էշի վրա հեծած, էշի ձաքի ավանակի վրա։ Զաքարիայի մարգարեություն 9-րդ գլուխ 9-րդ համար։ Բայց եթե սա պիտի նրանց մղեր մտածելու թագավորական մարգարեությունների մասին, նրանք կարող էին շփոթվել եւ չհասկանալ, որովհետեւ այս մարգարեական թագավորը պիտի գար երկաթե գավազանով եւ փշրեր ամեն բան, ինչպես երկաթե գավազանը փշրում է կավե անոթները։ Եվ սա հենց այն պատմությունն է, որի մեջ իրանք ապրում են։ Սա հենց այն պատմությունն է, որին իրենք սպասում էին։ Արդյոք Հիսուս այդպիսի թագավոր էր։ Այժմ նա թվացյալ խաղաղ երթ է իրականացնում, բայց գուցե միևնույն ժամանակ պատրաստվում հանկարծակի ազդանշանի, անակնկալ հարձակման եւ այնպիսի կատաղի ազատության, ինչպիսին որ արեց Հուդա Մագբայեցին 2 դար առաջ։ Ինչի մասին է ընդհանրապես այս պատմությունը։ Հիսուս հաղթական մուտք է գործում Երուսաղեմ եւ նրան դիմավորում է ժողովուրդը։ Ինչի մասին է այս ամբողջը։ Հատվածի մեջ կարդում ենք, որ ժողովուրդը սկսեց ծառերի ճյուղեր պոկել, ճյուղեր կտրել եւ դրանցով դիմավորել Հիսուսին։ Հովհաննեսի ավետարանի մեջ գրված է, որ այս ճյուղերը արմավենու ճյուղեր էին։ Այստեղ է թաքնված պատմության կարևորագույն նրբերանգը։ Պատմական դրվագ, որով ներթափանցված էր այդ օրվա ամբողջ մթնոլորտը։ Այն գրված էր հրազգի պատմական հիշողության մեջ։ Մեր թվարկությունից առաջ պատմական ակնարկ 164 թվականին Հուդա Մագբայեցին ջախջախեց հույներին, ազատագրելով տաճարը, որ հույները պղծել էին, այնտեղ Զևսի արձանը կանգնեցնելով։ Երբ հաղթանակ տարած Հուդա Մագբայեցին ներս էր մտնում Երուսաղեմ, ժողովուրդը նրան դիմավորում էր բաց ականջություններով եւ արմավենու ճյուղեր թափահարելով։ Այս արմավենու ճյուղերը հաղթանակի խորհրդանիշ դարձան։ Այնքան որ սկսեցին արմավենու ճյուղեր հատել հրեական մետաղադրամների վրա։ Երբ ամբողջը դուրս եկավ Հիսուսին արմավիներով դիմավորելու, նրանք ըստ էության նրան քարտ բլանշ էին առաջարկում, գործելու մագբայեցիների ոգով։ Ժողովուրդը կարծես ասում էր. ահա մեր դրոշները, ահա մեր հաղթանակի խորհրդանիշը, ահա մեր ակնկալիքը քեզանից։ Գնանք եւ հռոմեացիների հետ անենք այն, ինչ մագբայեցիները արեցին հույների հետ։ Այսպիսով բոլորը գիտեին այս պատմությունը։ Եվ քանի որ Հուդա Մագբայեցում դիմավորում էին արմավենու ճյուղեր թափահարելով, երբ Հիսուս մտնում էր քաղաք, նրանք նույնն էին անում, գուցե հույս ունենալով, որ պատմությունը կկրկնվի։ Փողոցային ներկայացումը արագորեն բարդանում է։ Որ պատմության մեջ ենք մենք ապրում։ Ինչպիսի թագավորի հետևից ենք մենք գնում։ Մենք գիտենք, թե ամեն բան ինչպես է ավարտվելու։ Եվ նույնիսկ հիմա մենք զարմանում ենք ժողովրդի կամ ամբողջի անկայունության վրա, երբ որ կրկին լսում ենք այս պատմությունը։ Ամբողջը չհասկացավ։ Նրանք չճանաչեցին ժամանակը, երբ նրանց այցելության եկավ։ Նրանք չհասկացան ներկայացումը։ Նրանք ապրում էին մի պատմության մեջ, որ իրենք էին ստեղծել։ Նրանք փտրում էին ուրիշ թագավորի։ Այո, շատերը ծանոթ էին մարգարեություններին, գալիք թագավորի մասին, սակայն ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ երբ Աստված այցելի իրենց,
Նա կհայտնվի որպես երիտասարդ մարգարե արցունքների հեղեղի մեջ, էշի վրա նստած։ Եվ եթե հիմա մի պահ այս բացականչող, զվարճացող, արմավենու ճյուղեր թափահարող ամբոխից մեր հայացքը սևեռենք Հիսուսի վրա, նայենք նրա աչքերի մեջ, ապա այնտեղ չենք հայտնաբերի իր տրիումֆի կուլմինացիայում, գագաթնակետում գտնվող մարդու դեմքի արտահայտություն։ Նրա աչքերը կարմրած են, նա լաց է լինում, նրա աչքերը արցունքոտ են, քանի որ այս հաղթական մուտքը մարտահրավեր ունի։ Եթե Հիսուսի այս վառ ներկայացումը ծաղկազարդին, այս փորձառության մասին է, ճիշտ պատմություն, սխալ թագավոր, ապա այս ներկայացումը մարտահրավեր է նետում Հիսուսի բոլոր հետևորդներին, այն ժամանակ և հիմա։ Ճիշտ պատմություն, սխալ թագավոր։ Վաղ թե ուշ այս հոգևոր փորձառությունը պատահում է բոլորիս։ Մենք սկսում ենք հետևել Հիսուսին, քանի որ կարծում ենք, որ գիտենք պատմությունը։ Գիտենք, թե ինչպիսի թագավոր ենք ուզում։ Մենք գիտենք, թե ինչպիսի թագավոր ենք ուզում, որ նա լինի։ Իսկ հետո ամեն բան այնպես չի գնում։ Նա չի տալիս մեզ այն, ինչ մենք ուզում էինք, եւ մեր մեջ գայթակղություն է առաջանում ինքներս մեզ հարցնելու. իսկ արդյոք մենք քաղաքի ճիշտ մուտքի մոտ էինք։ Արդյոք հետևում էինք ճիշտ թագավորի։ Եվ այստեղ է, որ մեր ակնկալիքները, սպասումները, ցանկությունները բախվում են մի պատ, որ կոչվում է ավակ շաբաթ։ Տարվա մեջ մի ժամանակ, ընդամենը մեկ շաբաթ, սակայն որն իմաստավորում է քրիստոնյայի ամբողջ կյանքը։ Եթե կարողանայինք այս շաբաթը դուրս անել մեր օրացույցից, ապա կունենայինք մեր ուզած քրիստոնեությունը։ Քրիստոնեություն, որտեղ խաչ չկա, որտեղ խաչվելու կարիք չկա։ Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր հարմարավետությունը այլևս կարիք չէ, այլ որոշիչ։ Մենք սովորել ենք, որ մեր կյանքում ամեն բան հեշտացված է եւ հասանելի։ Քիչ ջանքեր, շատ արդյունք։ Այո, մարդ պետք է հարմարավետ ապրի եւ կյանքի բարեկեցությունը օրեօր կարեւոր է։ Սակայն ցավոք այս սպառողական մտածելակերպը մենք մեզ հետ բերել ենք նաեւ եկեղեցի եւ մեր հոգեվոր կյանք։ Երբ որ հարմարավետությունը դառնում է որոշիչ կամ հոգեբանական, հոգեվոր բարդույթ, այդ պարագայում սեփական հարմարավետությունը Աստծուց եւ Աստծո խոսքից բարձր դնելը տանում է նրան, որ մեր մեջ ձևավորվում են սխալ ակնկալիքներ Քրիստոսից։ Այդ է պատճառը, որ մենք ստեղծել ենք մեզ համար քրիստոնեություն առանց խաչի։ Ինչ է դա։ Դա այն մտածելակերպն է, ուր Աստված նման է մի սպասավորի, ով պարտավոր է մեզ մատուցել խաղաղություն, հաջողություն, առողջություն եւ հոգեվոր անդոր մեր առաջին իսկ պահանջով։ Եվ եթե ինքը դա չի առաջարկում ինձ, ես նրան չեմ հավատա։ Ամեն բան այնքան հեշտ է թվում, ինչպես որ սեղմել չեղարկման կոճակը։ Եթե Աստված չի համապատասխանում իմ ակնկալիքներին, այդպիսի Աստված ինձ պետք չէ։ Եվ կարևոր չէ, թե իմ մեջ որ կյանքի փորձառությունը անցյալից, իմ կյանքի որ դրվագն է, դեպրեսիան, ուշադրության պակասը կամ գեր ուշադրությունը ստեղծել ու ձևավորել այս ակնկալիքները։ Կարևորը իմ ակնկալիքներն են։ Այսպիսի քրիստոնեության մեջ կա ակնկալիք ներում ստանալու, սակայն չկա ապաշխարություն։ Կա հավատք, սակայն չկա հետևորդ լինելու կամք։ Կա ակնկալիք հարություն առնելու, կա ակնկալիք հավիտյան ապրելու, սակայն չկա Գողգոթա։ 1940 թվականներին նացիստական Գերմանիայում ապրում էր մի աստվածաբան հովիվ, ում անունը Դիտրիխ Բոնհոֆեր էր։ Նրան սպանեցին համակենտրոնացման ճամբարում ավետարանի ճշմարտության համար։ Եվ նա այսպիսի մտածելակերպը, այս հովիվը, անվանում էր էժանագին շնորհ։
Իր գրքերից մեկում նա գրում է. «Էժանագին շնորհը մեր եկեղեցու համար մահացու թշնամի է։ Մենք պայքարում ենք հանուն թանկագին շնորհի»։ Եվ այստեղ կարևոր բառը մահացու բառն է։ Այսպիսով մեր եկեղեցիները սպանողը, մեր եկեղեցիները մերձնողը այս ուսումնասիրության մեջ ասում է, որ ոչ թե աշխարհն է, այլ նրա մեջ է, որ շատ ժամանակ քրիստոնյաները սկսում են չգնահատել մենք եւ էժանացնել Քրիստոսի շնորհքը։ Եվ ուրեմն թշնամին այլևս արտահայտիչ չի, այլ եկեղեցին սկսում է քայքայվել ներսից աննկատ։ Էժանագին շնորհը մեր եկեղեցու մահացու թշնամին է։ Մենք պայքարում ենք հանուն թանկագին շնորհքի։ Երբ մենք էժանացնում ենք Աստծո շնորհը, դա արտացոլվում է մեր կյանքում հետևյալ արտահայտությամբ. Աստված ողորմած է, նա կհասկանա։ Եվ շարունակում ենք ապրել այնպես, կարծես Քրիստոս երբևիցե չի խաչվել։ Սակայն քրիստոնեությունը առանց խաչի, դա քրիստոնեություն է առանց Քրիստոսի։ Իրականությունն այն է, որ մի ամբողջ տարի ապրելուց հետո մենք կրկին մեր օրացույցների մեջ հանդիպում ենք ավագ շաբաթին։ Եվ Հիսուսի բեմադրած ներկայացման բուն մարտահրավերը իր հետևորդներին այն ժամանակ եւ հիմա սրա մեջ է։ Իր հետ անցնելու այս ավագ շաբաթը։ Եվ ոչ թե օրացույցի օրերով, այլ ամեն օր։ Մինչ Երուսաղեմի հաղթական մուտքը, մինչ Երուսաղեմ հասնելը ճանապարհին Հիսուս դիմում է իր աշակերտներին ասելով. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, իր խաչը վերցնի եւ իմ հետևից գա»։ Այս համարը գրված է բոլոր ավետարաններում. Մատթեոսի ավետարան, Մարկոսի ավետարան, սակայն Ղուկասի ավետարանի մեջ այս համարը մեկ հատ մանրամասնություն ունի, որ ավելի բացատրում է այս համարը, այս խոսքը։ Ղուկասի ավետարանում կարդում ենք, Հիսուս ասում է. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա եւ ամեն օր իր խաչը վերցնի եւ իմ հետևից գա»։ Ուրեմն հաղթական մուտքի մարտահրավերը բոլորիս է ուղված անցնելու ավագ շաբաթը։ Իր հետ միասին աղոթելու Գեթսեմանի պարտեզում, լացել այնտեղ, տրտմել, անքուն մնալ, խոսալ անկեղծորեն Աստծո հետ, իր հետ միասին հոժարությամբ, եւ այստեղ կարևոր բառը հոժարությունն է, հոժարությամբ խաչը վերցնել եւ մահանալ խաչի վրա, որպեսզի հին մեղավոր մարդը անհետանա, մահանա խաչի վրա իր մեղավոր ցանկություններով ու կրքերով հանդերձ եւ միևնույն ժամանակ իր հետ միասին հարություն առնել, նոր կյանքի գալ։ Ինչ է բացահայտում Հիսուս հաղթական մուտքով Երուսաղեմ։ Այն, որ ամբողջը սպասում էր հարմար թագավորի։ Գիտեք, մեր սպասումները այդ ամբողջից շատ տարբեր չեն։ Հետաքրքիր է, որ այս նույն ամբողջին մենք նոր կտակարանի շրջանակներում հանդիպում ենք 3 անգամ, 3 տարբեր պատմությունների մեջ։ Առաջին անգամ այստեղ, երբ որ ամբողջը գոչում է Օվսաննա եւ արմավենու ճյուղերով դիմավորում է Հիսուսին։ Երկրորդ անգամ 5 օր անց, երբ այս նույն ամբողջը կանգնած էր Պիղատոսի առջև եւ գոչում էր խաչիր, խաչիր Հիսուսին, որովհետեւ հանկարծ պարզվեց, որ Քրիստոս չի եկել իրենց ակնկալիքները իրականացնելու։ Եվ երրորդ անգամ այս նույն ամբողջին հանդիպում ենք 50 օր անց, տաճարում, Պետրոսի եւ Հովհաննեսի առջև կանգնած։ Ամբողջը այստեղ այլևս չի մերժում Քրիստոսին։ Նրանց ձեռքին արմավենիներ չկան։ Նրանք լուր լսում էին Աստծո խոսքը Պետրոսի շուրթերից։ Ընդունում են, որ մեղավոր են եւ նախահարցակ չեն լինում Պետրոսի վրա, երբ նա ասում է, որ դուք մատնեցիք Հիսուսին եւ Պիղատոսի առջև ուրացաք նրան։ Նրանք լուր լսում են, երբ Պետրոս ասում է. դուք սպանեցիք կյանքի առաջնորդին։ Ամբողջ այստեղ այլևս իր ակնկալիքներով չէ առաջնորդվում, այլ ընդունում է իր մեղքը։
Գործք առաքելոց 4 գլխի մեջ կարդում ենք, որ այդ օրը 5000 հոգի ամբոխից միացան հավատացյալներին։ Ուրեմն արժե, որ այսօր մենք էլ վայր դնենք արմավենու ճյուղերը, որոնք որ խորհրդանշում են մեր ակնկալիքները, որովհետև հստակ է, որ մեր ակնկալիքները ձևավորվում են կյանքի անցյալից, մեր ապրած փորձառությունից, որոնք ձևավորում են մեր աշխարհայացքը եւ մեր մտածելակերպը։ Այդ փորձառությունն է, որ մեզ շատ հաճախ բերում է Հիսուս Քրիստոսի մոտ։ Սակայն երբ հանդիպում ենք Հիսուսին, այս փորձառությունից ձևավորված մտածելակերպը չենք թողնում անցյալում, այլ մեզ հետ բերում ենք հետևելով Հիսուսին եւ դրանց հետ միասին այդ անցյալից առաջացած ակնկալիքները։ Ինչպես որ այս ամբոխը, որ իրենց հետ բերել էին արմավենու ճյուղեր, որոնք իրենց անցյալ փորձառության խորհրդանիշն էին եւ այդ անցյալը իրենից բխող ակնկալիքներ ուներ։ Այսպիսով, եկեք այսօր վայր դնենք արմավենու ճյուղերը եւ լուր լսենք Աստծո խոսքը, թե մեզ ինչ է ասում։ Եվ թե Աստծո խոսքը ինչ ակնկալիք ունի մեզանից։ Ոչ թե ինչ ակնկալիք մենք ունենք Աստծոց եւ Աստծո խոսքից, այլ թե Աստված եւ Աստծո խոսքը ինչ ակնկալիք ունի մեզանից։ Այսը Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի մարտահրավերը, որտեղ Հիսուս վերաիմաստավորում է մեզ ծանոթ պատմությունը, մեր կյանքի պատմությունը։ Ասա է իրական պատմությունը եւ Հիսուսը ճիշտ թագավորը։ Ամեն Աստծո